Գերագույն գլխավոր հրամանատարին մարտական ծառայության ընթացքում իրադրություն անփոփոխ հագարակորթի կայողումից հայադատարի խախտումը նկատվել է։ Դիդոք Շահկան Պաբոյան։ Հյուսիսարևելյան սահմանագծի պաշտպանական տեղամասերից մեկն է։ Առաջին գծում հայ զինվորը մշտարթուն է նաև դեկտեմբերի 31-ին։ Իր իսկ հիմնած ավանդույթի համաձայն ամանորից ժամեր առաջ հայրենիքի սահմանի պաշտպաններին է այցելում նախագահ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը։ Պետության ղեկավարին ամենայն հայոց կաթողիկոսը, պաշտպանության նախարարը եւ գրող հրապարակախոս Զորի Բալեյանն են ուղեկցում։ Նախագահը հանդիպում է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների ու հրամանատարների հետ, շրջայց կատարում մարտական հենակետում եւ ծանոթանում ծառայության, ինչպես նաեւ զինվորների կենցաղային պայմաններին։ Անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին մի խումբ սպաների եւ զինվորների նախագահը նվերներ է հանձնում։ Ավանդույթի համաձայն գերագույն գլխավոր հրամանատարը տոնական սեղանի շուրջ զրուցում է զինվորների հետ, շնորհավորում հայոց բանակի բոլոր զինծառայողներին տոների առթիվ։ Ընդգծելով, որ յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության առաջնային խնդիրն անվտանգության ապահովումն է ու տարածքային ամբողջականության պահպանումը, նախագահը նշել է, որ սահմանին կանգնած մեր զինվորներն այդ խնդիրը լավագույնս են կատարում։ Անցնող տարում նրանք կարողացել են անվտանգ պահել մեր սահմաններն ու ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ասել է, թե դուք այս պետության հենասյունն եք։ Այս պետությունը ձեզ վրա է հիմնվում, ձեզնով է սկսում, հենվում է ձեզ վրա եւ առաջ է շարժվում։ Ես շատ լավ հասկանում եմ զինվորական գործի դժվարությունները, չարչարանքները, պրոբլեմները, բայց այդ որ աշխատանքն է, որտեղ դժվարություն չկա։ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևորն այն է, որ մեր պետության մեջ յուրաքանչյուրը գիտակցի իր աշխատանքի կարևորությունը, անկախ նրանից, թե ինչ աշխատանք է կատարում։ Ուզում եմ, որ ոչ միայն դուք, այլ որպեսզի մեր ողջ զինված ուժերը, մեր ժողովուրդը գիտակցեն, թե ինչպիսի կարևոր բան է սահմանի մի հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը։ Սա է մեր կարևորագույն խնդիրը եւ ես շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ ձեր ծնողներին, շնորհակալ եմ ձեր ուսուցիչներին, շնորհակալ եմ ձեր եղբայրներին, քույրերին, ձեր կանանց, ձեր սիրած աղջիկներին, որ կարողանում են եւ կարողացել են ձեզ ողջևորել եւ այնպես անել, որպեսզի մեր սահմանում դուք ամուր կանգնեք տղամարդու պես, հայ զինվորի պես, թեև կտրված հարազատ տնից նոր տարվա նախաշեմին կարողանաք երգել, նվագել, ապրել լիարժեք կյանքով։ Նախագահը առաջին գծում կանգնած զինվորին վստահեցրել է 2014-ին էլ ռազմական գործողություններ չեն լինելու։ Բայց որպեսզի չլինեն այդ ռազմական գործողությունները, դուք պետք է ամուր լինեք։ Հենց թշնամին զգաց, որ ամուր չեք, ուրեմն խնդիրներ են առաջանալու։ Իսկ ինչ վերաբերում է զենքին զինամթերքին, մենք այսօր ոչ մեկին չենք զիջում։ Իհարկե, եթե չհաշվենք հզոր պետություններին, որ մեր տարածաշրջանում գոյություն ունեն, եւս 1-2 տարի դուք բոլորը հպարտորեն կարող եք ասել, որ հայկական բանակի տրամադրության տակ կա այնպիսի զենքեր, որ մեզնից 20, 30, 40 անգամ մեծ պետությունները չունեն։ Բայց յուրաքանչյուր հզոր զենք հզոր է իր զինվորով, իր սպայով։ Բանակից տուն վերադարձող յուրաքանչյուրը հպարտ է լինելու, քանի որ պաշտպանել է մեր փոքրիկ հայրենիքի անծայրածիր սահմանները, որովհետև ամենափոքր երկիրն էլ ունի անծայրածիր սահմաններ, ասել են նախագահը։ Կոնկրետ այս ջոկը պաշտպանում է մի քանի հազար մետր, իսկ սահմանը գրեթե 1000 կիլոմետր է, որը նախագահի բնորոշմամբ հայ զինվորը պաշտպանում է լավ, հայավարի ու հպարտորեն։ Գերագույն գլխավոր հրամանատարը համոզված է, ոչ մեկը մեզ չի կարող այս սահմաններից կես մետր անգամ հեռու տանել։ Նախագահը նաև այցելել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ։ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է բնակավայրի խնդիրներով, բնակիչների հետ զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ եւ տոնական սեղանի շուրջ շնորհավորել ծաղկավանցիներին ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։